Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան աշխատանքային այցը սկսեց հաղթանակ զբոսայգում հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին։ Արտգործնախարարությունում Միրզոյան Լավրով առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի գլխավոր դիվանագետը ընդգծեց, որ հաստատում է Երևանի պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը եւ փոխշահավետ գործակցությունը, ժողովուրդների եւ երկու պետությունների շահերին համապատասխան։ Նախարարները նաեւ ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-26 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Երևանյան բանակցությունները արտգործնախարարները ամփոփեցին համատեղ ասուլիսով։ Ռուսաստանի պաշտոնակցի հետ հանդիպումները Արարատ Միրզոյանը գնահատեց ընդգրկուն եւ կառուցողական, ասած ընդգծվել է Երևանի եւ Մոսկվայի միջև բարձր մակարդակի եւ շարունակական քաղաքական երկխոսությունը։ Միրզոյանը փոխշահավետ եւ հաջողված համարեց հայ-ռուսական գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Ըստ նրա ամբողջությամբ իրացված չէ տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը։ Վստահեցրեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման դեպքում կզարգանա տնտեսական գործակցությունը։ Այս համատեքստում Միրզոյանը տեղեկացրեց, որ ռուս գործընկերոջը եւս մեկ անգամ ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Այս այցը անմիջական շփումների լավ հնարավորություն է տալիս նաեւ քննարկելու զգայուն հարցերը, որոնք ուզում են մեր հասարակություններին, եւ այս տեսանկյունից կարեւոր է օրինակ միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները, դրանց քննարկումը, պետք է կարծում եմ ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունը բացասական անդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա։ Անդրադարձ են կատարել նաև մեդիա ոլորտին առնչվող հարցերի, մասնավորապես առաջացող խնդիրների պարբերական եւ ժամանակին հասցեագրման, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու եւ թերևս ես կավելացնեի այդ ջանքերի միջոցով անհարկի միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքման հարցում Երևանն ունի հետեւողական դիրքորոշում։ Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է եւ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հասնելու համար եւ մեր համոզմամբ սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին եւ հետաքրքրություններին։ Նախարարներն անդրադարձել են բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ըստ Լավրովի դրանք են անվտանգության, տնտեսական հարցերով գործակցությունը, երկուստեք դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, այդ թվում Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը։ Հայ-ռուսական առևտրաշրջանառության ցուցանիշները ռեկորդային է համարում Ռուսաստանի արտգործնախարարը։ Ըստ Լավրովի 2024-ին այն հասել է 1.6 միլիարդ դոլարի։ Մենք դաշնակիցներ ենք։ Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար։ Մենք կողմ ենք մեր զինվորական մարմինների, իրավապահ մարմինների անվտանգության ծառայությունների միջև սերտ շփումներին։ Այդ ամենը պետք է հիմնվի այն հարուստ փորձի վրա, որը կուտակվել է նախորդ տարիներին։ Շահագրգռված ենք նաև Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ-ին։ Անդրադառնալով միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին Լավրովն ընդգծեց. հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել մեր ընդհանուր հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրներին։ Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է այստեղ ցակող հարցերը պետք է լուծեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրները եւ մերձավոր հարևանները։ Որևէ առումով դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը եւ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում, իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ գտնվող երկրների հետ այն ընկալմամբ, որ նման գործակցությունը ուղղված չլինի ընդդեմ տարածաշրջանում լարվածության ստեղծման կամ այդ երկրների շահերի արհամարմանը աշխարհաքաղաքական խաղերի համար, որը որևէ տեղ որևէ լավ բանի չի հանգեցրել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. բաց ենք գործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց որևէ թաքնված օրակարգերի։ Մեր այս մոտեցմանը համահունչ հաստատեցինք, որ Ռուսաստանը պատրաստակամ է ապագայում ևս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության եւ համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր եւ համակողմանիորեն ապաշրջափակելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները, սահմանազատելով ու սահմանագծելով պետական սահմանը։ Այս գործընթացների կուռ հիմքը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրն է, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին։
Ռուսաստանը ոչ փոքր ներուժ է տեսնում զարգացնելու տարածաշրջանային գործակցության 3+3 ձևաչափով հարթակը, որում ներգրավված են Հարավային Կովկասի 3 երկրներ եւ նրանց մերձավոր հարևաններ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Արդեն տեղի է ունեցել նախարարական 2 հանդիպում Թեհրանում եւ Ստամբուլում։ Она имеет, в общем-то, все предпосылки. Այն բոլոր նախադրյալներն ունի դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք ամրապնդելու երկարաժամկետ խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում ի նպաստ փոխշահավետ առևտրատնտեսական եւ տրանսպորտի ոլորտում գործակցության եւ իհարկե Հարավային Կովկասի եւ մերձավոր հարևանների մշակութային խոր ավանդույթների վրա կառուցված գործակցության։ Խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել 3+3 ձևաչափով։ Կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել։ Մենք պատրաստ ենք դրան աջակցել, ապահովելու նիստերի շարունակականությունը։ Այսինքն մենք կողմ ենք, որ հաջորդ 2 միջոցառումները տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար։ Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդգծեց Միրզոյանը, պատասխանելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցին։ Նաև հավելեց, մեր պարտավորությունները, իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված, վավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների եւ ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Կան հարաբերություններ բազմակողմ միավորումների, օրինակ ՀԱՊԿ շրջանակում։ Այստեղ եւս հայաստանյան կողմի գնահատականը ըստ նախարար Միրզոյանի գաղտնիք չէ։ Նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով եւ հայտնի է նաեւ, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում։ Այստեղ այս պահին գոնե ավելի հեռուն գնացող հետևություններ չի անի, բայց ուզում եմ արձանագրել նաև համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են, այդ քննարկումները ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ գործընկերային հարաբերություններ եւ առողջ գործընկերային քննարկումներ։ Անդրադառնալով հարցին, թե 2022-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, ինչու Ռուսաստանը գործնականում համարժեք արձագանք չտվեց կատարելով պայմանագրային պարտավորությունները, Սերգեյ Լավրովը պատասխանեց. համարժեք արձագանք ասելով չգիտեմ ինչ նկատի ունեք։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում մեր պայմանագրային պարտավորություններին, եղավ անմիջապես։ ОДКБ во главе с генеральным. ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Այդ հարցը նույն տարվա հոկտեմբերին քննարկվեց Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Դրանից առաջ դրա վրա աշխատում էին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Նրանք էին խմբագրում առաջարկները, որոնք ներկայացրել էր ՀԱՊԿ քարտուղարությունը։ Մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ եւ այն ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր պատճառներով հայկական կողմը առաջարկեց հետաձգել, կոնսենսուս չեղավ։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին։ Իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը որոշվելու է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անսպասելի էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից գիտակցաբար դուրս էր թողնվել Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը։ Ջենթլմենական պայմանավորվածություն կար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատելու այն ժամանակ որևէ մեկի ցուցաբերած դիրքորոշումը, բայց ես նշեցի, ինչ ենք մենք արել, իսկ իրավիճակը ավելի խոր հասկանալու համար հիշեցի, որ 1 տասնյակ տարուց ավելի երկար են տևել բանակցությունները, որոնք Երևանի նախկին վարչակազմերի մասնակցությամբ տարվել են, եւ մի քանի անգամ ասվել է, որ ահա հասել ենք պայմանավորվածության, բայց հետո այդ պայմանավորվածությունները փլուզվում էին։
Միրզոյանը հիշեցրեց 2022-ի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաքելություն առաջարկեց։ Հայաստանը ընդունեց, Ադրբեջանը ոչ, իսկ սեպտեմբերին տեղի ունեցավ ջերմուկի ուղղությամբ հարձակում, եւ Հայաստանի սահմանները խախտվեցին։ Հայաստանը տեղյակ պահեց իր ռազմական դաշնակիցներին Ռուսաստանի Դաշնությանը եւ ՀԱՊԿ-ին, որոնց արձագանքը Հայաստանի համար գոհացուցիչ չէր։ Հետո Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որտեղ կողմերը հաստատեցին 1991 թվականի Ալմաթայի հռչակագրով սահմանների հաստատման հարցը։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Անկախացումից հետո Հայաստանը եւս մշտապես օգտագործել է ռուսական զենք, վերցնելու նաեւ այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնապես երբեք հավակնություն չի ունեցել։ Անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին, հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Первых руководителей Армении никогда Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ ոք երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսական զենք վերցնելու համար անվիճարկելի ադրբեջանական 7 շրջանները եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար։ Որոշ վերլուծաբաններ ասում են, որ հայկական կողմը չէր պատրաստվում այդ շրջանները փոխանցել Ադրբեջանին։ Ուստի այո, Աֆրիկայում, Մոզամբիկում էլ է օգտագործվում ռուսական զենք։ Շատ երկրներում կա, բայց չի նշանակում, որ այդ զենքը ամենուր օգտագործվում է այն նպատակներով, որոնք համահունչ կլինեին բոլորին ձեռնտու սկզբունքներին։ Ինչ վերաբերում է նրան, որ վճարվել, բայց չի մատակարարվել զենք, մենք այդ դրվագը այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը, այդ վճարումները փոխանցվել են այլ նպատակների, այստեղ հակասություն չկա։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, եւս մեկ անգամ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել։ Վերջին 20 տարում Ռուսաստանի Դաշնության նախագահները առաջ էին մղում լուծում, որը ապահովում էր արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ 7 ադրբեջանական շրջաններից վերադարձնել 5-ը որպես առաջին քայլ, միջանկյալ փուլում պահպանել Քելբաջարի եւ Լաչինի շրջանները, որոնք ապահովում էին Հայաստանի հետ կապը այն կարգավիճակում, որը կար։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծումը թողնել հետագա տարիներին։ Փաստացի խոսքը այն մասին էր, որ հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին։ Դա երևի ինչ-որ բանով ավելի լավ էր, քան այն, ինչ իմաստացվեց։ Այո, ընտրության իրավունքը իրացվեց, հրաժարում այն բանաձևից, որը նշեցի։ Չեմ տեսնում որևէ պատճառ Հայաստանի ուկրաինացման համար։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը, շարունակեց Լավրովը, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը հայտարարում է, որ Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, սակայն որոշ ռուս պաշտոնյաներ զգուշացումներ են հնչեցնում Հայաստանի, այսպես ասած, ուկրաինացման վերաբերյալ։ Армения не объявляет Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը։ Այդ օրենքների ցանկը մենք փոխանցեցինք մեր ընկերներին։ Որևէ տեղ, որևէ երկրում, որևէ լեզվի արգելք չկա։ Խոսքը ոչ պետական լեզվի մասին է։ Եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են։ Մենք պարզեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, իմիջայլոց Ադրբեջանում, այդ թվում Ղարաբաղում սահմանադրությամբ արգելված չէ հայոց լեզուն, իսկ Ուկրաինայում ռուսերենը արգելված է։ Իսրայելում արաբերենը արգելված չէ, արաբական երկրներում եբրայերենն արգելված չէ։ Ուկրաինան բացառիկ պետություն է այդ առումով։ Ինչ ուկրաինացման մասին է խոսքը։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե Երևանը հայտարարել է, որ ձգտում է Եվրամիության անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, ինչպես է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն եւ ԵՄ ինտեգրումը, նախարար Միրզոյանը նշեց, Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել եւ այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։